Սահմաններ էլի կտա թե չտա, պատերազմ կլինի թե չէ, վարչապետ կմնա թե չէ, ով կընտրվի, վարչապետ կմնա թե չէ։ Դիմակների բացահայտումն է սկսվել։ Հիմա հարձակվել են հոգևորականների վրա, եկեղեցու վրա։ Ու Կրեմլի դուրը չեկավ այդ ստորագրությունները, մեր հայերի մեջ կկոտրում են, ալևի վիճակը լավ չի։ Իրանց վերջն է սկսում, պատիժներ ունի, հենց պատիժն իրան կպավ, իր երկրին էլ է կպնելու։ Հիմա իրանց պատիժների շրջանը սկսվեց, Կրեմլն իրան ճիշտ չի պահում։ Մեր երկրին ով որ այս վիճակի մեջ գցեց, մեր ժողովրդի որ այս վիճակի մեջ գցեց, այդ երկրներն են վատ վիճակի մեջ լինելու ավելի վատ։ Նոր սկսվում է դաժան պատիժների շրջանը։ Ջրերես է դուրս գալիս, բոլորի դեմքերը բացվում է, բոլորի դիմակները բացվում է։ Ալիևը կուզենա խախտի այդ պայմանագիրը, որտեղ համ իր երկրին վատ վիճակ կլինի, համ իրեն։ Հիմա էլ նույն բանը Հայաստանին են անում, բայց դա չի ստացվի։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցերն է, որ իրենք խաղում են իրենց ճակատագրի հետ, որտեղ Հայաստանը գնալով ծաղկելու է։ Բարի ողջույն, կրկին հանդիպեցինք Արեգի մոտ, ես այդպես ուզեցի, տաղավարում չեմ տաննեմ, այսպես ուզեցի ու մեր Արեգը համաձայնվեց, որովհետև իրան ավելի լավ է իր աշխատատեղում լինի, ես չուզեցի գնալ ճիշտ ասած, որտեղ երկար ժամանակ ընդմիջում էի տվել, դե լավ դա կարևոր չի։ Հիմա ինչպիսի շրջանը ես ինքս ցանկացա, որպեսզի ամեն ինչ բարձրաձայնեմ, քանի որ հիմա ահավոր լարված շրջան է մեր ժողովրդի հետ, մեր հանրապետությունում շատ իզուր, բոլորը գիտեն, որ ես ինչքան համարձակ խոսում եմ, ով ինչ խոսա ինչ չի հետաքրքրում, որտեղ ոչ իմ կարծիքն եմ հայտնում, ոչ իմ տեսակետն եմ հայտնում, ինչ այսքան ես տեսնում եմ ու լսում եմ ու ամենքին գիտեք, որ ուշադրություն չեմ դարձնում, որտեղ վարվաճանքները շատ է, սադրանքները շատ է, մանիպուլյացիան շատ է, Շինովի, Սարքովի բաները, շոուները շատ են, ու դա աշխարհով մեկ է հիմա գնում։ Ես հիմա խոսեմ Հայաստանի մասին, որտեղ ուզեցի խոսել, որ վերջացնեն հերիքը։ Իսկ ինչի համար է այսպես եղել եւ ինչ շրջանա, դա եղավ մարտ ամսից, որ շատ փիսարյունոտ լուսին խավարում եղավ, դա մարտի 14-ն էր, եւ մարտի 27-ը, որ սև լուսինը մտավ կարիճ, որ մինչեւ հիմա շարունակվում է, կարիճը դա հանցագործություն է, դա մոգություն է, դա կրիմինալ է, սպանություն է, ինքնասպանություն է, խաբեություն է, խարդախություն է, մահեր է։ Ես չեմ ուզում հերթով թվարկեմ, ինչքան վատ բան ուզում եք մտածեք այդտեղ կա, որտեղ իր սև գործն անում է։ Այս աշխարհով մեկ է, միայն Հայաստանում չի, մենք էլ որ փոքր ենք, հիմա Պլուտոնն էլ որ մտել է արդեն ջրհոս, միջև այդ այծեղ ջուրում էր, մենք էլ այծեղ ջուր ենք, այս կարիճն էլ այծեղ ջուրի ոտքը կծում է, դրա համար հիմա հայերի մոտ ինչ երկրում ամբողջ աշխարհում կատարվում է, հոգևորականների հետ կլինի, սպանություններ, պայթումներ, հիվանդություններ, առաջինը Հայաստանում է, որովհետև 20 թվականի ծեսկում վերջապես ամեն ինչը պետք է դուրս գա ջրի երես, այդքան տարիների լռությունից հետո դա Պլուտոն ու Սատուրն արել, ես չեմ էլ ուզում մոլորակներով ասեմ, ինչ էլ որ ասեմ հիմնավորված մոլորակներից ելնելով եմ ասում, բոլոր աստղաբաններն են նույն մոլորակներով են աշխատում, ուղղակի ես չգիտեմ իրանք ոնց են աշխատում կամ ոնց են ուզում անել, դա էլ իրանց իրավունքն է։ Նա եղելությունը կտեսնենք, պարզապես որ մարդիկ է շատ պարապ են, Facebook-ից են կոմ չեն գնում, ուզում են անպայման, ես չեմ հասկանում մեր ազգին չեն դարել բամբասկոտության ու չար բաներ լսելու մանյակ են դարել, որ միշտ ուզում են ինչ-որ մեկին գտնեն ու անդադ գցեն, բամբասեն, չարախոսեն, այդ մարդը լավն է։ Ում մասին չարախոսում են, այդ մարդուն պետքա շատ լսեն, հիմարությունները լսեն ու վախերի մեջ ընկնեն, բայց ոչ մի բան էլ իրանց ասածներից չի լինում, բոլորն էլ սուտ է։ Իրանք են այդպես ուզում, թե ինչ են տենց ուզում, ես էլ չգիտեմ։ Հիմա, քանի որ հիմա մենք գտնվում ենք Կարիճ համաստեղությունում, հոկտեմբերի 23
Մինչև նոյեմբերի վերջ համարակտեվի, որտեղ այնտեղ մոլորակներ կայելի նորից կարիճումը, այնտեղ Մերկուրի Մարսն ամեն ինչին ճանում իր կեղտոտ բաներն ամ ու շատ տոժաղային կտեղ գտնվում կարիճում, հետո աղեղնավոր, ինքը միստիկ նշանա, նայ կարիճը մոգական նշանա, աղեղնավորը միստիկ նշանա, աղեղնավորն էլ երկակի բաներ շատ ունի, օրվա կեսը սատանա, օրվա կեսը հրեշտակ, հիմա երբ որ կմտնենք աղեղնավոր, հետ էլ արդեն մարդիկ կզգան, որտեղ Մերկուրին էլ այնտեղ գնալու, ամսի 9-ից հետո հետ ընթացա լինելու ու խորհուրդ կտրվի ոչինչ չարվի լուրջ հարցերով, դա վերանայման շրջանը, հիմա ինչ որ հիմա է սեպտեմբերն էլ եղավ խավարում ոչ լավ, ուղղակի այդ ընթացքում արդյունքը չի զգում, հետո է շորշոտներն երևում, հոկտեմբերն էլ կշեռք հավասարակշռվածություն եւ դիվանագիտություն ու զուգընկերների գործընկերների շրջան էր, բաժանություններ շատ է գնում, դեռ կլինի այդ ամուսնալուծությունները, մարդիկ իրար չեն հասկանում, տղամարդկին կարծես իրար էլ հարկավոր չեն էտել, չգիտեմ ինչի, իրոք չգիտեմ։ Ես հիմա որ նայում եմ մեծ մարդկանց դեմքներին փողոցում ու լսում եմ ու տեսնում եմ ինչեր են գրում, ինչեր են ցույց տալու, ասեմ, «Իս ինչ մեղ կատարել է ժողովուրդը»։ Նայում ես մարդկանց մտածելակերպը, ապրելակերպը, վարվելակերպը, ամեն ինչը նայում եմ ու նայում եմ մոլորակներին։ Մեկը մեկին հակասում է, այսքան դարել է մարդը անցած, անկառավարելի։ Ով է տենց անում։ Սատուրն մոլորակը 29 տարուկես պտույտ է կատարում, ինքը դաժան մոլորակ է, ինքը հիշողությունների մոլորակ է։ Եվ ղեկավարության, հարազատների քույր եղբայր, հայր հատկապես, հոր հետ կապված հարցեր, զավակ հայր հարաբերությունները այդքան լավ չի, հետո կորուստներ շատ տվեց, հայր զավակել այս կորուստներն դեռ շարունակվում է դա, քաղցկեղը եւ ինֆարկտը, սրտանոթային հետ կապված խնդիրները, հիմա արդեն սեռականի հետ է սկսվում, քանի որ կարիճում են վահանաձև կեղծի զոբը, որ ժողովուրդն ասում է տղամարդիկ էլ ունեն, արդեն իրանց մոտ էլ այդ էլ հորմոններն է, որտեղ մարդու իմունիտետը ընկած է։ Տեսեք, պատերազմ չկա, բայց ինչքան բաներ է կատարվում։ Մարդիկ իրար ուտում են, հիմա հարձակվել են հոգևորականների վրա, եկեղեցու վրա, սա էլ ուզում եմ ասեմ, ես ընդհանուր եմ ասում, որտեղ կան խելացի մտածող մարդիկ, իրանք ոչ եկեղեցու վրա են հարձակվել, ոչ էլ ճիշտ հոգևորականների վրա, որտեղ ես էլ կողմ եմ, չի կարելի հոգևորականին կպնել, բայց կան, որ շատ իրանք սխալ են պահում, շատ սխալ եմ պահում, որտեղ ես այնտեղ չեմ տեսնում հոգևորական, բայց էլ իրավունք չկա դատելու եւ իրանց ոնց ասեմ, իրանց դիմակների բացահայտումն է սկսվել։ Կարևոր որ խաղաղ վիճակ լինի մեր հանրապետությունում ու դա էլ կլինի։ Բայց այս ժողովուրդը իրար ուտելով լավին չի բերում։ Վարչապետը, Ալիևը եւ Թրամփի հանդիպումը շատ աստղաբաններ եւ վերլուծաբաններ, բայց ամենառաջինը Կրեմլն է, դուրը չեկավ։ Ասեցին սխալ բան անում, ինչի, ու աստղաբանների մասնախոսքից, որովհետեւ այդ ժամանակ Մերկուրի մոլորակը հետ ընթաց էր, բայց կան ավելի լավ մոլորակներ, որ տրիգոններ էր տվել, որ տվել էր դրական լուծում, ու դրական լուծումը գնում է։ Դե տեսեք, միջև հիմա ոչ մի կրակոտ սահմանի խախտում զոհեր չկա, բայց հանրապետության ներսը իրար հոշոտել կա, ինքնասպանություն կա։ Ու Կրեմլի դուրը չեկավ այդ ստորագրությունները, միջև հիմա Հայաստանում ինչ կատարվում է, այս պլուտոն մոլորակը, քանի որ չեր հոսում, Ռուսաստանն էլ չեր հոսա, անընդհատ խփում է այս հարվածներին, որ ասենց խառը վիճակ շելաշփոթ է ստեղծվում ու մեր հայերի մեջքը կոտրում են։ Եթե մեջքը հիմնական անգրագիտության տգիտության վրա, տեսեք ովքեր են միտինգների դուրս եկել, ովքեր են գորգռում, ովքեր են ձեներ գյումրեցի կանայք խմում են դուրս են ու խոսում են։ Այդով է տեսեք գյումրեցին խմի, այն էլ ընտեղի կին է, այն էլ որ ադատներով, սովորույթներով քաղաք է համարվում, որ ինչքան իրանք պարկեշտության նամուսի բաներ ունեն, թասիպով ժողովուրդ են, բայց իրանց ոնց պահեցին, իրանց քաղաքապետին, որ հանեցին։ Հիմա մոլորակներն են շրջանա գնում, որ կաշառակերության, մի րոպե, հիմա ես ասեմ,
կաշառակերության, խաբեբայության, ինչքան ստոր սխալ բաներ արվել է, բոլորը հիմա դուրս է գալիս ջրերես ու հերթով ստանալու են պատասխանները։ Ու ինչ որ արվել է մայիս ամսին, այս ղեկավարների մասին, այդ ընտրությունների մասին, ովքեր ընտրվեցին, ովքեր չընտրվեցին, չեղան, որտեղ ես լավ հիշում եմ, որ Գյումրի քաղաքապետի ընտրության ժամանակ Ձուկով, ոտքանով հիշում եմ գառացկոպով, որ չպետք է ընտրվեր։ Ու ընտրվեց ու ասեցի, եթե ընտրվի էլ, այդքան ճիշտ չէր լինելու ու կարճ կտևի։ Հիմա ինչ որ մայիս ամսին արվել է, այս ամիսին կվերջանում արդեն։ Սխալները հետևանքները ստանում են։ Հիմա ով է սխալ բան անեմ, հաջորդ մայիս իր պատասխանը կստանա։ Ով ուզում է դա լինի, բայց դեռ սովորական անհատի մասին չի, սա այն մարդկանց մասին է, ովքեր ժողովրդի հետ են աշխատում, լինի դպրոցի տնօրեն, տեսեք ինչ եմ ասում, դպրոցի, բուհի տնօրեններ, որտեղ ղեկավարների մասին է հիմնական խոսում, հիվանդանոցների գլխավորներ, մանկապարտեզ, դպրոց, բու, հիվանդանոց, հիվանդ ձեռնարկություններ, տնօրենները, եթե իրենք մայից ամսից այս կողմ իրենց ճիշտ չեն պահել, ինչ ճիշտ չեն պահել, եղել են կաշառակեր, սադրանքներ են գնացել, շոուներ են արել, աչքերը փակ ապրել են, գիտեն միշտ պետք է տենց գաղտնի ամեն ինչ գնա, հիմա իրանց պատիժների շրջանը սկսվեց, ինչ մարսը մտավ կարիճ, Սև լուսինը կարիճում, հիմա էլ մարսնակարիճում գտնվում, այս պետք է լիներ, այնպես դու ոչ մեկին չմեղադրեն, այստեղ մարդը չի, ես մի հաղորդման ժամանակ ասել եմ, որ եթե միջև անգամ վարչապետն էլ չկարողանա այս երկիրը կարգի բերի, մեղավորներին պատժի, քանի որ անպատժելությունը շատ է, դա իրավական համակարգ, որ շատ եմ կրկնել, պետք է քոքից արմատախիլ անել, որտեղ ընդեղից է փթած ամեն ինչը։ Հենց ընդեղից է ու մեր տան հարցով էլ սա ուզում եմ ամեն անգամ ասեմ, որ մի քանի սրիկաններ կան, ովքեր որ նստում են դատավորների վրա, որ չեն թողնում, որպես իրանք արդար ազնիվ այդ իրանք որոշումները կայացնեն։ Այդ սրիկանները եւս շատ կուրախանա, որ իրանք բռնեն, դատվեն ու նույն վիճակի մեջ ընկնեն, ինչը որ շատ քաղաքացիների դիվադադար են արել։ Իրանց վերջն է սկսում։ Հիմա հաջորդ տարի 26 թվականը փետրվար ամսին լինելու է խավարում, այդքան լավ խավարում չի։ Նոր սկսվում է դաժան պատիժների շրջանը։ Էլի թոհուբոհի, որտեղ ջրհոսի մեջ են, դա ամբողջ ժողովուրդ է տալի, հետո ցուկ կմտնենք ամսվա վերջից, սա էլ օրենքների, իրավունքների, ֆինանսների, հոգևոր դաշտի կեղծիքների, խախտումների, ովքեր արել են այդ խախտումներ, իրանց պատիժներն է սկսվում։ Որոշների գրպանին կխփի, որ իրանց համար ողբերգությունն է, շատ-շատերին առողջականին կխփի եւ երեխաներին իրանց ընտանիքին, որը լավ չի, բայց այդպես է։ Այստեղ տեզերքն անում, որտեղ իր պատիժները սպասվում է Սատուրնը անընդհատ 29 տարի Սատուրնը հիշում է ով ինչ արել։ Հիմա ինքը հերթով Պլուտոնի հետ, Ուրանի հետ, Նեպտունի հետ պատիժները տալու, պատասխանները տալու։ Եթե պատիժներ եմ ասում, դա չի նշանակում միայն Հայաստանի ու մեր ժողովրդի մասին, որտեղ այդ նույն մոլորակները ամբողջ աշխարհով մեկ է։ Կրեմլն էլ իրան ճիշտ չի պահում։ Էլի նորից հարձակվեց ընդեղի ժողովրդի վրա, դա դեռ կտևի։ Ու ստեղ Կրեմլի հարցն է, ես չեմ ուզում կոնկրետ Պուտին ասեմ, ես ընդեղ էլ Պուտին էլ չեմ տեսնում։ Հետո Ադրբեջանի ու Թուրքիայի, որովհետև Ադրբեջանը Ռուսաստանը, չեմ ուզում Ռուսաստան ասեմ, Կրեմլ եմ ասում, որտեղ ամեն ինչ Կրեմլն է որոշում։ Ու Կրեմլը չի ներում սխալները, երբեք ումը որ ագենտները, ումը որ Կրեմլը պատրաստել է, ումը որ պահել է, թեկուզ հարստացրել է, ամեն ինչ արել է, եթե իր ասածները չի լսում, նա չի ներում ու ահավոր պատիժներ է տալի։ Կրեմլը չի սիրում շատախոսներին։ Այս կերևա որոշ ժամանակից, որ ինչ եղավ, ու ովքեր որ գործարարներ կան, օլիգարխներ կան, որոնք որ Մոսկվայում են գտնվում, Ռուսաստան են գտնվում, հերթով, եթե իրանց տեղը, իրանք եթե ճիշտ չեն աշխատել, իրանց էլ պատիժներ կա,
ու Ադրբեջանը այստեղ երկրներին էլ է տալիս նաև, բայց որ ասում են պետք է Ադրբեջանը վերանա, Թուրքիան, այտենց բաներ ես չեմ տեսնում։ Մասնատում Թուրքիայում կլինի, երկրաշարժներ կա, ջրհեղեղներ կա, եթե Ալիևը իր այս պայման, ահա որ ցինիկա, ես դա ված չեմ լինում ասել, ահա որ ցինիկա, իր քայլվածքը, պահվածքը ու մենակ էլ է։ Ու կադրերը միշտ ցույց տալի, որ ինքը լուրջ, ինքը այդքան էլ այդպես չի։ Եթե ինքը իրոք այս պայմանագիրը ինչ որ կնքվեց, ինքը իրոք սրտանց ու օրենքով սրտանց արել է, ված չի տա, եթե չէ, կեղծ այդ ամեն ինչ ինքը պատիժներ ունի, հենց պատիժն իրան կպավ, իր երկրին էլ է կպնելու։ Այք իրանք ինքան խելոք են գտնում, որ իրանք ինձ վատը ցույց չեն տալիս։ Այնտեղ էլ այնքան վատ բաներ կա։ Ադրբեջանի գյուղեր կան, որ ժողովուրդը սոված է։ Ինձ հասնում է այդ ինֆորմացիա, ժողովուրդը սոված է։ Ոնց որ Ռուսաստանի շատ գյուղեր, այնց էլ Ադրբեջանի շատ գյուղեր ժողովուրդը սոված է։ Թուրքիայում ապրանքը ահա որ թանկացել է, ամենտեղ թանկացում է գնում։ Եվրոպական երկրներում հարկերը բարձրացել է, ամենտեղ կա ամենավատը, ինչին մենք միան մեզ նայում։ Այնպես որ այս 3 տարի 20 թվականից այս կողմ կամ 12 տարի տևող ծրագիր է գնում, որ ովքեր սխալ գործողություններ են արել, ամեն ինչը բացահայտվում է, դրա համար ժամանակաշրջանը համարվում է բացահայտման շրջան։ Ջրերը սա դուրս գալիս, բոլորի դեմքերը բացվում է, բոլորի դիմակները բացվում է, հերթով ամեն ինչը գնում է, մարդիկ գիտեն հələ երանության մեջ են, անցածը հետ չի գալու, դա վաղուց եմ ասել, ես դա 16 թվականին եմ տեսել, որ ով գնաց ղեկավարությունից հետ չի գա, ամեն ինչի ճիքերը բանեցնում են, որպես իրանք հետ կան, դա չի լինելու, չնայած այդ դեռ կա, ու այս ինչ որ խառնվում է հիմա մեր երկրում, այդ է պատճառը, ու ինձ համար շատ ցավալի է, շատ ցավալի ու շատ տխուր, որ ժողովուրդը մասնատվել է, իրար թուրք են ասում, բոմժ են ասում, ինչ բառեր ասես ասում են, այդ մենք նույն հայերն ենք, նույն յաներն ենք, ով է այդ ամեն ինչ արել։ Ով է այս վարչապետի կողքի կանգնած, ովքեր տեղ են տալի վարչապետին, իրենք նրանց թուրք չեն ասում, նրանք են այս կողմը թուրք ասում, այդ էլ բառերը չեմ ուզում ասեմ։ Հենց իրենք են վարքաբեկում այս կողմի, այնքան կեղտոտ բաներ են խոսում, ու տեսեք ովքեր են խոսում, ովքեր պաշտոն են ուզեցել ու չի, ոչ մեկ թող չմտածի, որ իրանք հիմա պետք է գան ու նորից երկիր ղեկավարեն, իրանք ամեն ինչ անում են, որ դա լինի, բայց դա չի լինելու։ Չի լինելու, հիմա այս իմ ելույթից հետո շատերը գիտեն, որ չեք հավանի, չեք ասի, ինձ դա բացարձակ չի հետաքրքրում, հիմա ինձ ոչինչ չի հետաքրքրում, ով ինչ կմտածի, ով ինչ կասի, որտեվ իմ վիշտը շատ ծանր է, ու մեղավորները գիտեմ ովքեր են, այդ սրիկաները, որոնք կառավարությունում են գտնվում, ու սա այս հիմիկվա չի դա անցածից է, որտեղ դա 17 թվից եկած, 16 թվից եկած պատմություն է, որ այս սրիկան, որ հիմա իմ տանը այդ հարցերն արեցի, սրիկա են այդ ամուսինները, իրանք շատ կեղտոտ բաներ են արել, մենակ ինչ չէ։ Մենակ ինչ չեն արել, որտեղ իր հարազատից մեկի հետ էլ իրանք այդպես վարվել, տունը խաբել են, վերցրել են, թանկ վաճառել են եւ քիչ գումար են ուղարկել։ Ամեն ինչից էլ ես տեղյակ եմ։ Ու կպատժվեն այն մարդիկ, ովքեր դիվադադար են արել։ Հիմա սկսվում է պատիժները, հիմա սկսվում է, դուք կտեսնեք հատուցում, ամեն մարդ ունի հատուցում, այդպես էլ երկիրն է։ Մեր երկրին ով որ այս վիճակի մեջ գցեց, մեր ժողովրդին որ այս վիճակի մեջ գցեց, այդ երկրներն են վատ վիճակի մեջ լինելու ավելի վատ, որտեղ Հայաստանը գնալով ծաղկելու է։ Ինչի է սենց բաներ կատարվում, որտեղ դա տարիներ առաջ է, որ հայ պետականությունը մենք չենք կորցնի, որտեղ ես էլ եմ լսում, մենք կկորցնենք, չի լինելու նման բան, երբեք չի լինելու։ Մի լսեք ոչ մեկին դիտավորել են ասում, որ ժողովուրդը վախենա ու քոչի, չնայած շատերը գնալու են փոշման են, որ գնում են։ Շատ սխալ են անում, որ Հայաստանը լքում են, որտեղ մեզ մոտ լավ է լինելու, ու ես հիմա ահա որ այս իմ տունը կորցնելուց,
Հիմա այնքան ծանր եմ տանում Ղարաբաղի կորուստը, բայց Ղարաբաղը Հայաստանին է ու այդպես է լինելու։ Ինչի համար է այսպես լինում, որպեսզի այն կեղտերը, ստորերը, սրիկաները, դավաճանները, ագահները, խաբեբաները, ագահները, որ փող, ամեն մի գրոշի համար իրնակարան լինեն դավաճան, որ դրանք մաքրվեն, թե երկիր կլքեն, թե աշխարհից կգնան, երբ որ ամեն ինչը կմաքրվի, ջուրը զուլալ կլինի, այն մեր Սևանը զուլալ, այն մեր ջրերը, գետեր աղբյուր զուլալ կլինի, այդ ժամանակ Ղարաբաղցին կվերադառնա իր հողի ջրին, այդ ժամանակ Հայաստանը իրոք կծաղկի, որ Ռուսաստանը հզոր երկիր, Վելիկի Ռուս, մի կայսրություններ, իմպերիա մեծ կարողացան կործանել այդ պուչիստների Գորբաչովի ժամանակ, էլ այդ ամերիկացի ու սիոնիստների արած գործերներ, որ ավիրեցին Ռուսաստանն ամբողջ, շատ ափսոս էր, ավիրեցի միջև հիմա էլ այդ ավիրված վիճակը գնում է, հիմա էլ նույն բանը Հայաստանին են անում, բայց դա չի ստացվի։ Ինչ են ուզում Հայաստանի վատ վիճակի մեջ գցեն, որ Հայաստանում հայ չլինի, որտեղ մենք խելացի ազգ ենք, մենք լավն ենք, մեր արմատները շատ լավն է։ Եթե թե մեր հային իրան գիտեն, եթե թույլ թողեն, ուզում եք սպորտից, ուզում եք արվեստից, ուզում եք կինոյից, ամեն տեղ մեզ պետք է գցեն երկրորդ, երրորդ տեղ, առաջի տեղ չեն տալի։ Մենք միշտ պետք է խնդրենք, ծնկաչոք վիճակում լինենք, մենք այդ ստրկական վիճակը արդեն վերանել է։ Ուզում են, որ մեր մեջ կկոտրեն։ Գիտեն, որ եթե մեզ մի քիչ թույլ թողեցին, մենք ամբողջ աշխարհի տիրակալ կլինենք։ Ու այդպես էլ կլինի։ Տարիներ առաջ այդ պատերազմից հետո ես ասեցի կգա ժամանակ, որ շատ երկրներ, պետությունները մեզ հետ հաշվի կնստեն։ Ու այդ ժամանակը մոտենում է։ Ես հիմա տեսնում եմ, որ մեր կառավարությունը, որ գնում է այդ հանդիպումները դրսում ոնց են ընդունում ու շատ դրական, բայց էլ են ինչ-որ մի մասը նկարում են մասերով այն բաներն ասում, ոյ տեսեք ձեռ առավ, տեսեք լավ չընդունեց, բոլորը սուտ է։ Միթե չեն հասկանում, որ սուտ է այդ ամեն ինչը։ Ալիևը ամեն անգամ ասում է, բայց հիմա ես չեմ լսել այդպես բաներ, իբր ուզում եմ միջանցքը վերցնի ու ժողովրդի մեջ հենատաբել արդեն, բայց ոչ մի բաներ չի լինելու։ Ինչ հիմա ծրագիր գնում է Հայաստանի հետ կապված, ամեն ինչը գնում է դեպի դրականի։ Այ կտեսնեք դուք։ Չնայած ասում եմ, խանգարող բաներ դեռ շատ է լինելու, խաբեություն, լրատվականը շատ լավ է աշխատում, իրանց կողմեն կոմու ամբողջ այդ ագենտուրան է։ Շատ լավ աշխատում է լրատվականը։ Ուղղակի սենց աստրոլոգիայով ասեմ, վարչապետի սև լուսինը գտնվում է ձկան մեջ, իսկ նրանցը կարիճ, ահա որա, կարիճ ուժեղա ձկեց, իսկ ձուկը հավատք է, Հիսուս ձկների արքա, ձուկը հավատք է, օրենք է, աստվածային օրենք է, իրավական օրենք է, ու թույլ է շատ, ու կարիճը հոշոտում է, թույնը գցում է, ամեն անգամ գցում է, թույնը գցում է, ու որքան հիշում եմ Սերժ Սարգսյանը խավարման օրն է ծնվել, իրանց մոտ էլ լավ չի, հիմա խավարումների ժամանակ առողջականի վրա կազդի, շատ ղեկավարների առողջականների վրա կազդի, որտև վերջապես սկսվել է այդ շրջանը։ Ալիևը, որ ուզենա գնա պատերազմ, ես Հայաստանում պատերազմ միջև փետրվար ամիսը, միջև խավարումը, ժողովուրդ ջան, հանգիստ խաղաղ ապրեք, ոչ մի պատերազմ էլ չի լինելու։ Կարևորը այստեղ փետրվար ամսվա խավարումներն է, մարդիկ ոնց դա կանցկացնեն, ու դա հիմա է, որտեղ հիմա փաստաթղթերի օրենք հետ կապված, հիմա նոյեմբեր, դեկտեմբեր ամիս, ամբողջ այս ամիսները, դա իրավական համակարգի շրջանն է սկսվում։ Շատ ղեկավարներ դուրս կգան, հենց դատավորներ, դատախազներ, ոստիկանություն, ուժային կառույց շատերը կփոխվեն ու գնում է վատն է գնում, վատը գնում է մի ասեք, ճիշտ այնտեղ կան կադրեր, որոնք այդքան ճիշտ են, բայց այս դատախազին ես շատ հավանում եմ։ Ես կառասկոպներ նայել եմ, բավականին լուրջ, պատրաստված, կիրթ, բավականին կիրթ, բազմակողմանորեն զարգացած աղջիկա։ Իմ համար աղջիկա։ Հիմա մենք կարիճում ենք գտնվում, մինչև նոյեմբերի 22-23, Թուրքիան կարիճ է համաստեղությամբ, Ադրբեջանը կշերք է, հիմա կշերքի մեջ ենք, արդեն մտանք
կարիչ, տեսեք, այս 2 ամիսները հոկտեմբեր, նոյեմբեր, դեռ հələ մի քիչ էլ դեկտեմբեր Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցերն է, որ իրենք խաղում են իրենց ճակատագրի հետ։ Ու քանի Սատուրնը եւ լուսնային հանգույցը գտնվում է ցկան մեջ, Էրդողանն էլ ցուկա գարասկոպով։ Էրդողանի վրա էլ հաստելու իր պահվածքի, իր առողջության։ Ես կյանքին վերաբերող ոչինչ չեմ ասի, որտեղ դա չի թույլատրվում։ Ես իրավունք չունեմ ասեմ ինչքան կապրի, ինչքան չի ապրի։ Տեսնում եմ, որ առողջականի խնդիրներ այնտեղ արդեն բարձրանալու է։ Եվ քանի այդ մեծ մոլորակները ցկան մեջ են, Էրդողանի վրա անպայման ազդելու է։ Ու եթե ինքը օրենքով այդ ամեն ինչ ասեցի, հիմա մարդու կողմից չի պատիժը, տեզերքի կողմից է, որը մարդը անզոր է, որ այդ Սատուրնը հիշում է, այդ հիշողությունների մոլորակ ամենը հետ է բերում։ Հենց Սատուրնը ցկից դուրս եկավ, ես չեմ հիշում փետրվարին է թե մայիսին է։ Ցկից դուրս կգան, նոր արդեն կտեսնեք ում հետ ինչա կատարվում։ Այն հիշողությունները 30 տարի, 29 տարի ինչ որ եղել է, արել է մարդը, ով ուզում է լինի։ Երկրի ղեկավարի կառասկոպը նայում են, որոշում են այդ երկրի վիճակը։ Արդեն կսկսվի հաջորդ տարի 26 թվական բոլոր երկրների հարցերը, որտեղ առաջինը դա երկնային աղետներով է լինելու։ Դրանք ջրհեղեղներն են, երկրաշարժ, ջրհեղեղ ավելի շատ է լինում, փլուզումներ կա, վարակների հիվանդություններ կա, դրանք եւ սեռականը եւ արան հետ կապ ունի, որտեղ անառակությունը ահա որ շատացել է, ահա որ անառակությունը շատացել է, ամբողջ աշխարհում է այդպես, տղամարդկին կարծես թե էլ իրար հարկավոր չեն։ Հաջորդ տարի օգոստոս ամսից երեխաների շրջանն է սկսվելու ու շատ հարցեր է փոխվել աշխարհով, մեկ շատ հարցեր նորագույն տեխնոլոգիաների շրջանը մարդկանց մտածելակերպը փոխվել է։ Հետո կրթության ու գիտելիքի հետ նորությունները լինելու, շատ ծնողներ ու շատ մանկավարժներ չեն հավանի, կասեն ես ինչեր անում, բայց ծրագիրն է այդպես գնալու աշխարհով մեկ, բայց ինչը որ ինքը գտնի ավելի ճիշտ է լինելու։ Այն նախորոք ասում եմ, շատ-շատերի դուրը չի գան, նորից էլի միտինգներ կանեն, բայց ճիշտը օրենքն է լինելու, որտեղ դա ամեն ինչը գալիս է ծրագրավորված տեզերքի կողմից։ Կապրենք կտեսնենք։ Ինձ հարց են տվել, շատ են հարցերը տալիս, սահմաններ էլի կտա թե չտա, պատերազմ կլինի թե չէ, վարչապետ կմնա թե չէ, ով կընտրվի, վարչապետ կմնա թե չէ, դեռ չեմ ասի, բայց ես դեռ չեմ տեսնում, որ ինքը պետք է դուրս գա, սահմանների փոփոխություն ես չեմ տեսնում, որ պակասի ինձ թվում է մինչև անգամ կավելանա որոշ բաներ, սահմանների հարցը նորից կբարձրանա, ինձ թվում է դա կլինի մինչև հաջորդ տարի հունիսը դեռ կտեվ է սահմանների հարցը, հայրենասիրության հարցեր կբարձրանալի, բայց մի բան ուղղակի շատ կխնդրի, ով քաղաքական գործիչ չի, ով պատմություն չգիտի, ով դիվանագետ չի, թող բերանը փակի, թող զբաղվի իր գործով, քիթը չմցնի, ոչ, տեսեք քահանաները մտան քաղաքականություն, ինչ եղավ իրանց գլխին։ Իրանք տարիներ շարունակ ապրել են այնց ծառայել են նենց ոնց որ արել են, լավ են թե վատ են, իմ իրավունքը չի խոսելու, բայց իրանք հենց մտան քաղաքականություն, իրանց իրական դեմքը բացվեց, որտեղ պահը հասունացավ, ամեն ինչ դուրս եկավ ջրերից ու մարդիկ սկսեցին պառակտվել, դա էլ գրքում գրված է, որ կլինի ինչ տեսակ է, սուրբ գրքում ամեն ինչը գրված է։ Եկեղեցին ոչ մեկ չի գտնում, հայ ժողովուրդը հավատքով ժողովուրդ է եւ այն իրոք հավատացյալը կհավատա։ Ես ինքս եմ շատ հավատացել, բայց այդտեղ քահանային հավատալը չի, ես մի քանի շատ իրոք լուրջ հոգեվորականներ գիտեմ, իրոք լուրջ, որ իրոք զգում ես ինքը սրբացած բաներ կա մեջը, որ խոսում ես լացը գալիս է, ձեռքը դնում ես զգում ես ինչքան ես մարդը ջերմություն, տաքություն ունի, բայց քահանայել կա, չեմ ուզում հետը խոսեմ, որտեղ ոչ մի իմ հարցին ինքը չի կարողանում պատասխանել։ Հիմա քահանաների շրջաններ կա, այդ կտևի դեռ այս վիճակը կգնա, լավ չի, բայց այդպես է։ Տեզերքի ծրագիրը հերթով այս շրջանապտույտը կատարվում, հերթով կատարվելով գնում է։ Այդ տեսեք գրել է մայիսին ավարտը կլինի, ինչը որ հիմա արվեց,
ու նոյեմբերը եթե մայիսին է սկսել, ով ինչ արել է մայիսին, ընտրություններ կլինի, կեղծիքներ կլինի, ամեն ինչին կավարտվի, կաշառքների բացահայտում ու Պլուտոնի պատասխանատվության տակ այս ամեն ինչը գրում, պայմանագրերի խախտում, մեր կողմից չի լինի, մեր կողմից մենք չենք խախտի այդ հարցը, որ ինչ տվել են Ալիևի հետ կապված, Ալիևը կուզենա խախտել, բայց դա չի հաջողվի։ Ալիևը կուզենա խախտել այդ պայմանագիրը, որտեղ համ իր երկրին վատ վիճակ կլինի, համ իրեն, եթե հանկարծ Ալիևը խախտեց, բայց մեր կողմից խախտում չի լինի։ Հայաստանը կծաղկի այն ժամանակ, շատ երկրներ մեզ հետ հաշվի կնստեն, երբ որ այս աղբը կմաքրվի, որտեղ աղբ կա Հայաստանը։ Երբ որ այդ Ղարաբաղը, Լաչինի հարցերը այս վիճակը գցեցին, այդ հողը Ղարաբաղցուն է։ Ոսկե հող է, այնտեղի հող է, բերի հող է, սրբացած հող է։ Երբ որ այս ամեն ինչը, սա պետք էր, որ մի հատ սենց պայթի, դուրս գա, բոլորի դեմքը բացվի, թե հոգևոր դաշտում, թե ղեկավարության, թե կառավարության։ Ես ասեցի մանկապարտեզի վարիչից սկսած, նայեք, ով որ ղեկավարը, բոլորի դեմքերը կբացվի, բոլորն իրանց տեղերից կմաքրվեն, չգիտեմ ինչ ձևի կմաքրվեն, նոր ծիլ կտա։ Նոր կսկսի 26 թվականի վերջերից, 27-28 նոր ծիլը կտա, կսկսի նոր բաներ աճել, որտեղ բավականին բան է փոխվելու, ոչ մեկիդ մտքով չի անցնում 26 թվականից սկսած ինչեր է փոխվելու աշխարհում, հատկապես Հայաստանում։ Մեզանով է սկսվելու, ամեն ինչը սկսվելու է Հայաստանով։ Կտեսնեք գիտելիքի հետ կապված, մարդիկ սկսել են արագ մտածել ու խոսել, չես հասնես, ինչեր է խոսում, ես ինչեր ասում, մեր համար շատ անսովոր է լինել, բայց ճիշտը դա է, կրոնի փոփոխություններ, մի կրոն է լինելու, այս հոգևոր դաշտ ինչի համար է, այստեղ վարչապետը չի, որ գնացել է կպել է, որ դու Տորսարի քահանայի դեմ, միթե կարելի է կպնել, եկեղեցուն ոչ ոք չի կպնում, այդ մարդն այդքան էլ ասում է, ոչ ոք չի կպնում եկեղեցուն, նախ եկեղեցու շինություն է, կարգազանց են անում, ինչ են անում, մտենց ինչ-որ, ես չեմ ուզում խառնվեմ մտենց հարցերին, ես մենակ նայում եմ մոլորակներին ու տեսնում ասեմ, ես մեր ժողովուրդն այս ուրա հասել, այս ինչերը անում, ու Մարսը իր կեղտոտ Սատուրնը հետ իրան կեղտոտ գործն անում են, մարդիկ գոնե միած թափվեն, այս ինչեր են անում ու հարցնան, ինչի մեր ընտանիքում սեր չկա, ինչի մեր ընտանիքում կուրկուրանք, հանգստություն, խաղաղություն չկա, ինչի են երեխաները խնդիրներով ծնվում, ինչի ամուսինն իր կնոջը չի քնում, ինչի ամուսինը կնոջը չի հետաքրքրում, ինչի այս հարցերը չեն տալիս։ Հղփացած ապրում են մարդիկ, հղփացած, սովա, ոչ մեկ Հայաստանում սովաշ չի, ոչ մեկ Հայաստանում սովաշ չի, ես եմ գյուղերը շատ գնում տեսնում, իրանք իրանց հացպանիրն ու սոված նշանակ, որ հաց էլ չունեն անգամ, սոված օրեր են հացկացնում, ես շատ վատ ապրող տներ եմ գնացել գյուղերում, իրանք են մեզ հյուրասիրում, իսկ չլինի մածունը բերում են, խաշած կարտոլը բերում են, բայց սովոր ժողովրդի մեջ մենայն բան կա մտած, որ են խղճալու վիճակն է, տվեք, խնդրում եմ տվեք, մուրացիկի վիճակը։ Մարդուն փող են տվել, որ լավ ապրել, լավ պայմանն լինի, ինքը դա չի ուզում, նորից էլի գնում է իրան այդ վատ վիճակի մեջ է գցում։ Այնքան այդպես տներ կան, ես ինքս տեսնում եմ, զրուցում եմ, ու շատ խաբում են, շատ են խաբում։ Մարդը սիրում է տենց վատ վիճակ լինի, որ իրան տնեն խղճալու վիճակով, բա գոռում եք մենք հայ ենք, մայն կուր է ձեր հպարտությունը, դուք ոնց եք ձեզ թույլ տալի, գնում եք փող եք վերցնում, որ ինչ-որ ինչ գոռակ, այդ փողը վերջանում է, ախր այդքան շատ էլ չի, թող գնացեք այդ թող ղեկավարները ձեզ տուն տան, մեքենա տան, լավ գործի տնեն, այդ ձեր վրա այդ հասարակ շորերը հանեք, կատամները սարքել տվեք, մազերը սիրուն սարքեք, այդա ուզեք, ասեք կգան կգոռանք, ինչ ուզում եք կգան կգոռանք, 10-20 ռուբլի տալիս են դրա համար դուք ձեզ սեժանացնում եք, հետո գնում եք անիծքների տակ։ Երբ հարց եմ տվել Ալիևի վիճակը ինչ է իր քարտեզը կառասկոպը նայելուց, ես շատ շուտ են որ նոր սկսեցին այն պատերազմի ժամանակներից, այդ ժամանակեմն է ու տեսել եմ, որ ինքը մենակ է։
այդ եղջյուր որպես մենակա ընկերություն ախպերություն չունի, կնոջ հետ է գնում, կինել ինձ թվում է իր հետ այդքան էլ լավ չի, որտեղ շատ սառն են իրար հետ, շատ սառը։ Հազվադեպ չգիտեմ, որ մի երկում կլինի, որ պետքա կնոջ ձեռքը բռնի։ Իրավիճակն էլ այդքան լավ չի։ Ալեվի վիճակը լավ չի։ Ես էլ ասում եմ, եթե երկրի ղեկավարը, յուրաքանչյուր երկրի ղեկավար, եթե լավ չի, ինքը լավ չի, առողջականի լավ չի, գիտակցություն լավ չի, գիտելիքը լավ չի, պահվածքը լավ չի, ինչ որ լավ չի, այդ օր այդ երկիրը վատ է լինում։ Դրա համար եմ ես միշտ ասում, երկրի ղեկավարի մասին, ով ուզում է լինի, մի չարախոսեք, մի քիթներդ խոթեք իր անձնական, ոչ ոք իրավունք չունի։ Եթե երկրի ղեկավարի վիճակը վատ է լինում, եթե այսօր ինքը գրիպ է, այսօր հազում է վատ է, Հայաստանի վիճակը վատ է լինում։ Կարող է այդ օրը սև ամպեր է լինում, անձրև է գալիս, ժողովրդի հիվանդանում է։ Այս ակուլտիզմ ունի հստակ բացատրություն, սա ակուլտիզմից եմ ասում, դուք բուրգը պատկերացրեք, գագաթը բուրգի ինչ է, եթե այդ բուրգի վրա թքես գորես, ինքը թուլանում է իր արմատներ ու դա ազդում ամբողջ ժողովրդի վրա։ Էլեմենտար բան է, ուղեղները տաշխատ, դրա համար եմ միշտ ասում, ուսումնասիրեք ակուլտիզմ, կտեսնեք ինչքան բացատրություններ կա, եթե դուք դա իմանաք, գիտելիք ձեռք բերեք, հեշտ կապրեք։ Ու ոչ մեկին չեք փնով։ Ձեր տան ղեկավարին անդադ պախարակեք, ինքը հիվանդանալու է։ Ձեր փողերի վիճակը լավ չի լինի, բայց դուք անդադ փող կուզեք։ Ձեր առողջականը լավ չի, ձեր գործերը լավ չլինի, որտեղ անընդհատ դուք ամուսնուն, դուք պապային անդադ չարախոսում ես, չես լսում, վատաբանում ես, բամբասում ես, միջև անգամ ամուս, այնքան կանանք են ամուսնուց բամբասում։ Հետո պահանջներ են ներկայացնում, չի լինի այդ պահանջը, դրա համար տղամարդը գլուխն առնում գնում է ուրիշ տեղ։ Ժողովուրդ ջան, այսօր մի քիչ երկար խոսեցի, ինքս էլ չիմացա, էմոցիաները շատ էր, բայց ես շատ հանգիստ եմ ինչ առումով, որ Հայաստանի վիճակը իրոք լավ է լինելու, ու ես ունեմ մի քանի լուրջ եւ գրագետ աստղաբաններ ու վերլուծաբաններ ունեմ։ Հետո տղայիցը շատ է հարցնում, որտեվ ինքը միջազգանակետ էր, շատ է հարցնում, որ իրոք Հայաստանի վիճակը գնալով լավ է լինելու։ Ուղղակի մարդիկ կան, որ իրանց տեղում չեն, այդ մարդիկ պետք է մաքրվեն։ Այդ տեղում չի ասելը դուք մի մտածեք միայն վարչապետ կամ, չգիտեմ, դատավոր դատախազ, դա մի մտածեք, ամեն ինչ նայեք մանկապարտեզից, դպրոցից, բուհերից, հիվանդանոցներից, օֆիսներից, ամեն տեղը կա ղեկավար։ Եթե այդ ղեկավարը ինքը ճիշտ չի, այդ հիմնարկը լավ վիճակում չի լինում։ Բայց դու չես կարող այդ ղեկավարին հանես, որտեղ ինքը ղեկավարն է, ինքն է սեփականատերը։ Դու ճիշտ աշխատի, ազնիվ աշխատի։ Ես հիշում եմ, մոռացա այդ անունը ղեկավարի, ռուսական հեքիաթներն էր կարդում Իվանուշկա Տուրաչոկը, ու այդ հեքիաթների հիման վրա ինքը հարստացավ։ Առաջ գործարանի տնօրեն էր, ինժեներ էր, հետո դառավ տնօրեն ու իր կողքը պահեց միայն աշխատող, բայց անգրագետ մարդկանց, որ իրանց հեշտ ղեկավարի։ Այսպես բաներ էլ լինում, որ Իվանուշկա Տուրաչոկը դառավ ցար, դառավ թագավոր, ու շատ ափսոս էր, որ Ռուսաստանը այդ վիճակի մեջ ընկավ, որ քանդեցին հզոր Ռուսաստանը, ու Հայաստանն էլ է հզոր լինելու։ Ես այնքան վստահ եմ, հիմա Ռուսաստանը ճահիճ է, արդեն ինքը կառչել է մենակ Հայաստանից, որտեղ մենք ուղեղներ ունենք, ու այդ ուղեղները օգտագործվել է, մենք հրաշալի ֆիզիկներ ունենք, քիմիկներ ունենք, մենք ունենք հիմական երիտասարդ տղաներ, հաջորդ տարի դուք կտեսնեք իրանք իրենց գիտելիքով եւ իմացությամբ ինչքան են առաջ գալու եւ ինչքան լավ բաներ են Հայաստանի համար անելու, այնքան լավ բաներ է սպասվում։ Հիմա էլ քաղաքում նայում եմ, այնքան լավ բաներ կա, ինչի չեք ուզում տեսնել։ Իրոք շատ լավ բաներ կա Հայաստանում, Երևանում, հերթով, որտեղ երկար տարիներ քանդված եղել, միանգամից հնարավոր չի,
Միանգամից հնարավոր չի փայտը խփել ու սենց միանգ հերթով պետք է որտեղ ծերես տալի փելումա, որտեղ ծերես տալի տարիների կեղտոտություն կան լցրած։ Էլեկտրոցանցերը ես նայում եմ են ինչ են կայծակ անձրվը խփեր հրդեհներ են գնում, ամեն ինչը կամած հերթով կկարգավորվի ու տեսեք ինչքան լավ լինելու։ Մենակ այդ չարախոսությունը վերջացրեք, փորձեք ձեր շրջապատի, ձեր պակի, ձեր տնի, ձեր ամեն ինչի լավը տեսեք։ Ինչքան ձեր էներգիան շատացավ դրական, այդ էներգիան մեծանալու է, էգրեգորա կոչվում, մեծանում եւ Հայաստանը տեսեք ինչքան լույսերի մեջ է լինելու։ Հենց այնպես չի, որ մենք Հայաստանին ասում ենք լուսավոր արևաշատ, այդ մեր երկիրն է։ Այս կրակն է, դուք պատկերացրեք, որ ձեր ձեռքերը սենց անեք, այս կրակի քուլաներն է, այստեղից կրակը դուրս է գալիս, դալինելը տենց նկար ունի, այն վարդը, որ սենց բացվում առանց, բան է արմատ, այդ կրակն է, այդ սերն է, որ այս կյանքին է, որ Հայաստան այն վարդն է դալի, որ ամբողջ կապույտ ամպերի մեջ այս վարդն է, դա սիրո խորհրդանիշն է։ Այդ սերն է մեզ պետք, որը որ կորել է, ու պետք է նորից էլի հետ կա։ Մենք ենք կորցրել, ոչ ոք չի կորցրել։ Ոչ մեկին մի մեղադրեք, որտեղ սա 2-3 տարվա, 10 տարվա պատմություն չի, սա հնից եկած բան է։ Սիրեք ձեզ, սիրեք ձեր ընտանիքը։ Սիրեք ձեզ, սիրեք ձեր ընտանիքը, ծառը, թուփը, հողը, ձեր բակը, ձեր բակի փողոցի շունն ու կատվին սիրեք, հերթով, բոլորը, տեսեք ինչքան լավ կլինի։ Եվ եկեղեցի սիրով մտեք։ Սիրելով մտեք եկեղեցի։ Աստված բոլորիս հետ։ Սահմաններ էլի կտա թե չտա, պատերազմ կլինի թե չէ, վարչապետ կմնա թե չէ, ով կընտրվի, վարչապետ կմնա թե չէ։ Դիմակների բացահայտումն է սկսվել։ Հիմա հարձակվել են հոգևորականների վրա, եկեղեցու վրա։ Ու Կրեմլի դուրը չեկավ այդ ստորագրությունները, մեր հայերի մեջ կկոտրում են, ալևի վիճակը լավ չի։ Իրանց վերջն է սկսում, պատիժներ ունի, հենց պատիժն իրան կպավ, իր երկրին էլ է կպնելու։ Հիմա իրանց պատիժները շրջանը սկսվեց, Կրեմլն էլ իրան ճիշտ չի պահում։ Մեր երկրին ով որ այս վիճակի մեջ գցեց, մեր ժողովրդի որ այս վիճակի մեջ գցեց, այդ երկրներն են վատ վիճակի մեջ լինելու ավելի վատ։ Նոր սկսվում է դաժան պատիժների շրջանը։ Ջրերը սա դուրս գալիս, բոլորի դեմքերը բացվում է, բոլորի դիմակները բացվում է։ Ալիևը կուզենա խախտել այդ պայմանագիրը, որտեղ համ իր երկրին վատ վիճակ կլինի, համ իրեն։ Հիմա էլ նույն բանը Հայաստանին են անում, բայց դա չի ստացվի։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցերն է, որ իրենք խաղում են իրենց ճակատագրի հետ, որտեղ Հայաստանը գնալով ծաղկելու է։